Ճիշտ նկատեցիք, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւս արձագանքել էր, որը եւս խրախուսելի է ու զարմանալի։ Ճիշտ եք նկատում, որ անձնական տվյալների հրապարակում իրավապահ մարմինների կողմից առաջին դեպքը չէ։ Անցնող 5 տարիներին ազգային ժողովի գործունեության ընթացքում բազմաթիվ նման դեպքերի եմ առնչվել եւ իրավապահ համակարգը քաղաքական նպատակով անձնական տվյալներ է հրապարակել այս ազգային ժողովի տեսախցիկները սերվերը ազգային ժողովում է հսկվում է ամենախիստ կերպով, բայց չգիտես ոնց այդ տեսախցիկների տեսանյութը մեկ էլ հրապարակվում է։ Դեռ առիթ ունենալու եմ խոսել ԱԱԾ-ի մասին, վերջին խայտառակ դեպքը, երբ որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցակետի տեսախցիկի տեսանյութը մի քանի րոպեից հայտնվում է մամուլում ու ԱԱԾ-ն իրան թույլ է տալիս պատասխանել, որ կարող եմ արտահոսք կազմակերպել։ Արտահոսքը հակաօրինական բան է, բայց դա արդեն ելույթ է։ Շնորհակալություն պարոն Մանուկյան ձեր արձագանքի համար, պետք է նշեմ, որ առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը։ Մենք գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիր ունենք, ես կարծում եմ, որ այդտեղ ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մասնավոր ընկերությունների, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով նաև տիրապետում են անձնական տվյալների, մենք լրջագույն պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք լուծելու եւ այս առումով անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարողությունների զարգացումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում։ Պետք է ասեմ, որ նաեւ այն, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործադիրի մաս է այս պահին համարվում, խնդիր է դիտարկվել ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ միջազգային մեր գործընկերների կողմից եւ նաեւ այդ շրջանակներում պետք է նշեմ, որ արդեն քննարկվել է եւ առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխություններ ենթադրող նախագիծը կուղարկվի ազգային ժողով, կառավարության կողմից կհաստատվի եւ կուղարկվի ազգային ժողով, որ ինքնավար մարմին կդառնա այս գործակալությունը։